Բարի գալիս բոլորին իմ ալիք, ձեր հետ Հասմիկն է, ես այս տեսանյութով ուզում եմ արդեն վերջացնեմ, փակեմ մեր տեղափոխվելու թեման, էսի երրորդ մասն է, արդեն կոնկրետ հենց նրա մասին, վերջերը մենք որ հավաքում ենք ու գալիս ենք արդեն ստեղ։ Մենք պատրվել ենք մի հատ մեծ բուս, բայց այդ բուսը, ասեմ, ձեզ չտեղավորվեց բոլոր վեշերը, որովհետև վարորդ ասում է արդեն հերիքա կրեք, էլ տեղ չկա, մեկ էլ մենք վերցրել ենք երկու հատ աշխատող, որը վեշերը տանում բերում էին, լավ որ մենք վերցրել ենք, որովհետև մենք չենք հասցնի, մի օր մեզ հերիք չեր լինի, որ այդ վեշերը տեղափոխվել։ Սեբոն արդեն ժղենացել էր, բաղաստաղ շպրտի, մեզ որ բան պետք չի, բայց իրականում ամեն մանրուկը մեզի պետք է։ Դրա համար ես սաղ ինչքա չկա մաքրել եմ կորցրել, ինչքա չկա լցրել եմ պակետներ, սումկեք, որ վերցնենք բերենք։ Դե ինչ, ոնց որ միշտ պատրաստում ենք սուրճ եւ միանում ենք ինձ, իսկ վերջում կլինի ռում դուր ցույց կտամ ինչա մեր մոտ փոխվա եւ ավելացա։ Դավիթին հանձնարարություն եք տվել տեղաշորը քանդի։ Արդեն մի քիչ քանդել է։ Սենց։ Սենյակը մի քիչ դատարկվում է, վիճակը, ինչ մեզի ստե մնացել։ Այս վեշերը մենք վերցնում ենք, ստեղ մենք արդեն զիբիլ ենք հավաքում, պետք է շպրտենք, էսի մեր տեղաշորն է, ստե սաղ վերևը ազատել եմ, մնում է ստե, հետո պետք է ստե ռևիզիա անեմ, դնամ ինչ կա չկա, ինչա պետք շպրտել, հիմնական ուզում ինչ որ շպրտելու չտանենք էլ ընդե, սրազու շպրտենք ու արդեն պրծնենք դրանից։ Հա, ես տեղ մեկ էլ ունեմ կրասկեք, երբ որ ստեսաղ ազատենք, ուզում եմ այս ծակերը մենք փագենք, շպակլով կանեմ, որ այդ հանգեստենից ակուրատնին, ես չեմ ուզում ստեղ, սենց ջարդած կեղտոտած թողենք։ Հերթը մեր սենյակն է, ես ազատել եմ բալկոնը, լրիվ ոչ մի բան չկա արդեն մեր վեշերից, սաղ բերել եմ մեր սենյակ, որովհետև բալկոնը ցուրտ է, ես չեմ ուզում բալկոնում նստել, սաղ բերել եմ ստե, գրքեր են, շորեր են, կոշիկներ են, ինչ որ մենք չենք օգտագործում, սաղ դնում են դեկորա, հեսա սաղ հավաքելու եմ, սուբկեքի մեջ եմ մտցնել, որ բալկոնից պրծնեմ, որ անցնեմ հետո մեր սենյակ։ Так, երեխեքի սենյակը տեղաշարը քանդել ենք, սեղանը քանդել ենք, ավելորդ բաները ստե հավաքել ենք, հանել ենք, լիքը բաներ ստեղ է հեսա, հա, մեր մոտ մնացել է մենակ այս մասը դասավորել, մնացած արդեն սենց կարոպկեքի մեջ է, մտածում է, որ էլ սենց էլ կլինի, էլ տանենք ընտեղ ու վերջ։ Տեսնենք ինչ է կատարվում իմ սենյակը, ստե թղթեր են, որը պետք չի, շատ չվախենակ, այո, չգիտեմ, ստե արդեն դասավորել եմ, ինչ-որ մի բան, եթե այս սաղ դասավորեմ, կարելի ասել, որ հիմնական բաները շարել եմ, մնալու է մենակ շորերը հեշտ է, մի քանի վարկյանում դետք ցույց տամ, որ ստեղ մաքուր է, գնացինք։ Սա արդեն հենց տեղափոխվելու օրն է։ Երեխեքը վերջերը հանում են պադիազ, դնում են վերելակը, իջացնում են, իսկ այնտեղ արդեն մեր աշխատողները հանում են, տանում են բուս եւ տեղադրում են։ Իրականում ես չէի սպասում, որ այսքան վերջեր կունենանք, այսքան շորեր, այդքան գրելուց հետո վարորդ ասում է, որ տեղ չկա, բայց լավ է, համարը սաղ արդեն իջացրել ենք, մնացել էր ընդամենը մի քանի պակետ, որը մենք հետո վերցրեցինք մի քանի օր հետո։ Անցնում ենք, այո, մաման է գալի, բացրենք մամայի, բացել ես արդեն, նատիկներ ես սրազում, հա, բակաշտը պետք է սենց ոնց կա, Если он слышит, такого чувства, что я прям убогатый. А секретик?
Музыкальная, если... Секрет Так, отснимала, Инка, тащила. Մեզ նաև տեղադրեցին դուշովի կաբինկեն, տղեկը լավ չարչրվեցին, որովհետև ասցին շատ դժվար է դրվում, բայց փառքաստու ամեն ինչ լավ անցավ եւ իրանք դրեցին դուշովի կաբինկեն։ Տեսքը ուղակի արտակարգ է, ես երազում եմ ասած դուշովի կաբինկա ունենանք եւ մենք ունենք։ Մեր բաղնիկը ամենը պատրաստը մնում է մեբել պատվիրենք, որ դնենք մեջը խիմիա ու տարբեր բաներ։ Կարադնում մենք դրել ենք շունիկի տեղաշոր եւ ինքը ստեղ է մնում։ Մի քանի օր առաջ կարելի ասել հենց մարտի 8-ին Ստեփան առել է այս սեղանը, ինքը նենց ծանր էր, մենք հազիվ մցրեցինք ներս, ես չի սպասում, որ ինքը սենց ծանր կլինի, հավաքեցինք եւ տեսենք բացվում է երկու կողմից, սա ցույց կտամ, այսպես բացվում է մի կողմից եւ մյուս կողմից։ Տեսքը շատ սիրուն է, ես չեմ ուզում ծածկեմ ստեղ ոչ մի սփռոց, ուզում եմ հենց սենց լինի ինքը։ Իսկ մեր խոհանոցում իհարկե մնում է պատվիրենք մեբել, բայց դա կլինի մի քիչ հետո, իսկ հիմա ինձ ամեն ինչ ձեռ է տալի։ Իսկ սա մեր շունիկն է, անունը Ջանգո է, ես վիդեո եմ հանել, թե ոնց ենք մենք վերցրել շունիկին։ Այս շունիկը կոնեկորս է եւ ինքը աչքի առաջ մեծանում է։ Բոլորին շնորհակալություն, որ հետևում եք ինձ, որ հետևում եք հենց այս 3 մասը, որը ես հանել եմ։ Ավելի շատ, գիտեք ինչ, տեղադրում եմ, մարդիկ տեսնում են, կոմենտներ են գրում, բայց ավելի շատ սա իմ համար է, որ ես նայեմ, հիշեմ, կամ էլ այն նոր երեխեքին եմ միացել ցույց տալի, թե ինչքան գործ ենք մենք արել։ Իմ միշտներ տղեն ասում է. «Մամ, դուք ինչ այստեղ դուռը ջարդել եք, այս պատն եք ջարդել», ու լիքը հարցեր են տալի, թե ոնց ենք մենք այս տունը վերանորոգել, որովհետև իրենք մտածում են, որ սաղ մեր գլխին է հանգես, սաղ պատրաստ է եղել եւ մենք եկել ենք ու հիմա ապրում ենք ստե, բայց իրականում այդքան գործ ենք արել, այդքան ճանապարհ ենք անցել։ Հիմա մեր ճանապարհը դեռ չի վերջացել, բայց ամենակարևոր քայլերը մենք արել ենք եւ տեսնելով այս վիդեոները թե ինչեր է կատարվել, ես ուղղակի իմ զգացողությունները ոնց որ նորից են արթնանում եւ ճիշտ ասած ինձ մի քիչ դժվար է նայել, ես ուզում եմ մի քիչ հանգստանամ, մի քիչ վայելեմ, որ մենք նորից շարունակենք, իսկ հիմա մենք ոնց որ կարելի ասել ստոպ ենք տվել, իսկ մի քիչ հետո նորից կշարունակենք։ Սա վերջի մասն է, ես ձեզ չեմ հոգնեցնի, բոլորին շնորհակալ եմ ուզում հայտնեմ, որ իմ հետ է, որ հետևում եք, բաժանորդագրվել եք եւ գրում եք բարի կոմենտներ։ Շնորհակալություն եւ կհանդիպենք մյուս տեսանյութերում, բոլորին ցտեսություն։